Ի հավելում գործընկերոջ հարցին մենք նախ գիտենք, որ Տիգրանաշենը եւ Արծվաշենը թե ռազմավարական առումով, թե ստրատեգիական այդպես նույն նշանակությունը չունեն, այսինքն այս դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն իմ հարցը կխնդրեմ նաեւ անդրադառնալ պարոն Փաշինյան, Ադրբեջանի արտգործնախարարն էր ծավալուն հարցազրույց տվել եւ հիմնական էր ասածը սա էր, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ փուլում դուք կտրուկ տեսակետ եք փոխել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, որը այսօր է ցավալի իրավիճակին, որը ունեն խոսքը պատերազմի գործների մասն է, սրա վերաբերյալ ինչ կասեք, ու երբ որ հետայացեք գնում, օրինակ նա նաև մեջբերել ձեր նույն ելույթը, հա, Ստեփանակերտում, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Դա էլ եւս։ Գիտեք, ես այդ ելույթին ես անդրադարձել եմ ընդդեմ շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդ որում ուղիղ եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի, ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել Մեկը սենց ասեց, ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետք է դրանից իմիջիալով լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է, այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրված է, թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգ եմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ Գիտեք, թե ինչ դիրքորոշում է կոնկրետ փոխել, ինչի մասին էր խոսում, առաջարկներ են ներկայացրել։ Ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համեմատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։